Բարև ձեզ սիրելի եղբայրներ եւ քույրեր ջան։ Մենք մոտենում ենք Թվոց գրքի ավարտին եւ այսօր կուսումնասիրենք 34-րդ գլուխը։ Այս գլխում Աստված Մովսեսին շատ հստակ ցույց է տալիս Քանանի երկրի սահմանները։ Հարավից մինչև հյուսիս, արևմուտքից մինչև արևելք։ Աստված չասաց գնացեք եւ որքան կարող եք վերցրեք։ Նա հստակ սահմանեց այն բաժինը, որը որոշել էր տալ նրանց։ Սա մեզ սովորեցնում է, որ Աստված կարգուկանոնի Աստված է, եւ նա գիտի, թե ինչն է բարի իր զավակների համար։ Որտեղ ենք այստեղ մենք տեսնում Հիսուս Քրիստոսին այս գլխում։ Այս աշխարհագրական սահմանների հետևում թաքնված է մի հրաշալի հոգևոր ճշմարտություն Քրիստոսի մասին։ Առաջինը Հիսուսը մեր ժառանգության սահմանը։ Աստվածաշունչն ասում է, որ մեր բոլոր օրհնությունները գտնվում են Քրիստոսի մեջ։ Կապը Քրիստոսի հետ, ինչպես Քանանի երկիրն ուներ իր սահմանները, այնպես էլ մեր հոգևոր ժառանգությունը սահմանված է Քրիստոսով։ Նրանից դուրս չկա իրական հանգիստ կամ օրհնություն։ Հիսուսն ինքն է մեր ավետաց երկիրը։ Երբ մենք նրա մեջ ենք, մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է կյանքի եւ աստվածապաշտության համար։ Երկրորդը թանկագիններ, յուրաքանչյուրի համար ընտրված բաժին։ Գլխի վերջում թվարկվում են այն առաջնորդները, ովքեր պետք է օգնեին բաժանել երկիրը։ Հոգևոր պատկերը սա մեզ հիշեցնում է, որ Հիսուսը յուրաքանչյուրիս համար պատրաստել է մի առանձնահատուկ տեղ եւ շնորհ։ Ինչպես որ Հովհաննեսի 14-րդ գլխում, եթե չեմ սխալվում, ասում է. «Իմ հոր տանը շատ բնակարաններ կան, գնում եմ ձեզ համար տեղ պատրաստելու»։ Քրիստոսի մեջ դու եւ ես ունենք մեր սեփական օրհնված բաժինը, որը ոչ ոք չի կարող մեզնից խլել։ Սիրելիներ, հաճախ մենք նայում ենք ուրիշների սահմաններին եւ սկսում ենք նախանձել նրանց օրհնություններին։ Բայց Թվոց 34-րդ գլուխը մեզ սովորեցնում է գոհ լինելու այն բաժնից, որ Աստված տվել է մեզ յուրաքանչյուրիս։ Վստահեք, որ այն սահմանները, որոնք Աստված գծել էր ձեր կյանքի համար, ամենալավն է ձեզ համար։ Ձեր ամենամեծ ժառանգությունը հենց ինքը Տեր Հիսուսն է, իմ եւ քո ժառանգությունը։ Ինչպես Սաղմոս 2-ն ասում է. Տերն է իմ բաժինը եւ բաժակի ժառանգությունը։ Թանկագիններ, եկեք աղոթքով ավարտենք։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու ես մեր ճշմարիտ ժառանգությունը։ Շնորհակալ ենք այն բոլոր օրհնությունների համար, որ դու սահմանել ես մեր կյանքի համար։ Օգնիր մեզ լինել գոհ եւ շնորհակալ մեր ունեցածի համար եւ միշտ մնալ քո սիրո սահմանների մեջ, որտեղ կա իրական ապահովություն եւ խաղաղություն։ Ամեն։ Թանկագիններ, տարածեք այս հոլովակը, եթե օրհնվեցիք, նրանց համար, ովքեր փնտրում են իրենց տեղն ու բաժինը այս կյանքում։ Գրեք մեկնաբանություններում, արդյոք զգում եք Աստծո օրհնված սահմանները ձեր կյանքում եւ ինչպես եք դուք տեսնում Հիսուսին այս գլուխներում։ Կհանդիպենք Աստծո կամքով հաջորդում, որտեղ կխոսենք ապաստանի քաղաքների մասին, ինչը Քրիստոսի ամենագեղեցիկ պատկերներից մեկն է։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Ամեն։